Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի Օման պաշտոնական այցի շրջանակներում մարտի 18-ին Մասկատում տեղի է ունեցել Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել է Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ բին Համուդ ալ-Բուսայդին։ Դեսպանության առջև բարձրացվել է Հայաստանի Հանրապետության եռագույնը, հնչել են երկու երկրների ազգային օժներգերը և ժապավենի կտրելու հանդիսավոր արարողությունից հետո պաշտոնապես ազդարարվել է դեսպանության բացումը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարն Օմանի արտաքին գործերի նախարարին ներկայացրել է ՀՀ դեսպանությունը, երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ կայացել է կարճ զրույց։ Միջոցառմանը մասնակցել են Օմանում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցիչությունների ղեկավարներ, Օմանում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Նախարար Միրզոյանը միջոցառման ժամանակ նաև հանդես է եկել ողջույնի խոսքով։ Ձեր գերազանցություն Բադր բին Համադ բին Համուդ ալ-Բուսայդի, ձեր գերազանցություններ, հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք, 34 տարի առաջ 1992 թվականին Հայաստանի անկախության հռչակումից ընդամենը ամիսներ անց Օմանի Սուլթանությունը դարձավ արաբական առաջին պետությունը, որը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Հայաստանի Հանրապետության հետ։ Մեր դարավոր մշակութային և քաղաքակրթական կապերի զարգացման նոր փուլը խորհրդանշող այս քայլը սկիզբ դրեց արդյունավետ և շարունակական փոխգործակցության ընթացքի, որի շնորհիվ այսօր մեր հարաբերությունները հասել են այս նշանակալի մակարդակին։ Օմանի Սուլթանություն արտաքին գործերի նախարարի մակարդակով իրականացվող այս առաջին այցի շրջանակներում ինձ համար մեծագույն պատիվ է այսօր ներկա գտնվել Հայաստան-Օման երկկողմ հարաբերությունների հերթական պատմական հանգրվանին, Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության պաշտոնական բացման արարողությանը։ Հայաստանի Հանրապետության կառավարության Մասկատում մշտական դեսպանություն հիմնելու որոշումը ոչ միայն արտասոլում է մեր երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ և բովանդակալից համագործակցությունը, այլև հստակորեն վկայում է մեր ջերմ քաղաքական երկխոսության հետևողական խորացման մասին։ Իր խորհրդանշական նշանակությունից զատ դեսպանության բացումը նաև գործնական կարևոր քայլ է, ուղղված մեր գործընկերության ողջ ներուժի լիարժեք իրացմանը և տնտեսական, կրթական ու մշակութային ոլորտներում համագործակցության առավել ամրապնդմանը։ Հարգարժան նախարար, ձեր գերազանցություններ, ամեն օր աշխարհի միլիոնավոր մուսուլմաններ միմյանց ողջունում են մաղթելով սալամ, այսինքն խաղաղություն։ Դա հուզիչ ավանդույթ է, որն արտացոլում է մարդկության ընդհանուր ձգտումը ապրել խաղաղ ու ներդաշնակ իրենց հարևանների, բարեկամների, ընտանիքների, հասարակությունների և ողջ աշխարհի հետ։ Այսօր տարածաշրջանում տեղի ունեցող բազմաթիվ ցավալի զարգացումների պայմաններում մենք կրկին հաստատակամորեն հաստատամում ենք մեր համոզմունքը, որ խաղաղությունը ցանկացած զարգացման ու բարգավաճման ամենակարևոր հիմքն է։ Օմանը, խաղաղության երկիրը, ինչպես այն նկարագրել է իմ գործընկեր ու սիրելի բարեկամ նախարար ալ-Բուսայդին, աշխարհին ցույց տվեց, որ խաղաղությունը ձևավորվում է ամուր քաղաքական կամքի և դիվանագիտության հանդեպ ունեցած նվիրվածության միջոցով։ Վերջին շրջանում Օմանի Սուլթանության կողմից տարածաշրջանում լարվածության սրացումը կանխելու ուղղությամբ գործադրված նշանակալի ջանքերը քաջ հայտնի են աշխարհին և արժանում են շատերի հիացմանը։ Իր հերթին Հայաստանը ստանձնել է Հարավային Կովկասում խաղաղ ապագա կառուցելու հանձնառությունը։ Տասնամյակներ տևած թշնամանքից, ենթակառուցվածքների շրջափակման և տնտեսական դժվարություններից հետո մեր տարածաշրջանի ժողովուրդներն այժմ ունեն խաղաղության մեջ ապրելու, բարգավաճելու, ինչպես նաև խաղաղ զարգացման ու միջտարածաշրջանային համագործակցության արդյունքներից օգտվելու հնարավորություն։ Այս ընդհանուր արժեքները ու փոխըմբռնումը ևս գրված են Հայաստան-Օման երկկողմ հարաբերությունների համար ամուր հիմքերում։ Սիրելի ընկերներ, օգնվելով առիթից ցանկանում եմ անկեղծ երախտությունս հայտնել իմ օմանցի գործընկերոջ և սիրելի բարեկամ Բադրին, ինչպես նաև Օմանի Սուլթանության մյուս հարգարժան նախարարներին, որոնց հետ այցի շրջանակներում ունեցա շատ արդյունավետ հանդիպումներ, իրենց ջերմ հյուրընկալության և ընդունելության համար։ Միևնույն ժամանակ շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր օմանցի գործընկերներին և բարեկամներին մեր նորաստեղծ դիվանագիտական առաքելությանը սկզբնական փուլում ցուցադրված հաստատուն աջակցությանը։ Ես նաև մաղթում եմ մեր նորաստեղծ դիվանագիտական առաքելությանը մեծ հաջողություններ իրենց գործունեության մեջ, վստահություն հայտնելով, որ մենք այսուհետ բացում ենք Հայաստան-Օման հարաբերությունների նոր էջ։